սարկա վարված կեսը։ Մեր վերջի դոշտերը։ Վահան գյուղի բնակիչները մատնացույց են անում սահմանային հատվածն ու հրդեհի տարածման գոտին եւ ուղղությունը։ Ճամբարակ համայնքի սահմանամերձ այս բնակավայրում համոզված են, որ հրդեհներից մեկը տարածում է գտել ադրբեջանական կողմից։ Աչքի տեսածով են ասում, եւս 1-2 առանձին լոկալ օջախ էլ արոտավայրերում է եղել։ Հիմնականում եկավ Ադրբեջանի կողմից այդ հրդեհները, այնտեղ բարձացավ, անցավ մեր կողմը։ Մեկ էլ այստեղ մանր լոկալ հրդեհներ, ամփույթ վերաբերմունքի պատճառով։ Համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանն ավելի զգուշավոր է, հղում է անում տարածված խոսակցություններին, թեև չի էլ հերքում, որ կրակը սահմանախախտ է եղել եւ հատել է սահմանը։ Վահան գյուղի հետ կապված պաշտոնապես չի հստակեցվել, բայց տենց խոսակցություններ կան, որ կարող է նաեւ հակառակորդի կողմից հրդեհը թափանցել մեր դիրքեր։ Նույն օրը հրդեհների դեմ պայքար էր ծավալվել նաև համայնքի մեկ այլ սահմանամերձ բնակավայրում։ Թթուջուր գյուղի մոտակայքում հրդեհի 3 օջախները մի քանի օրվա ընթացքում հաջողվեց հանգցնել, կանխելով կրակի տարածումը դեպի անտառապատ գոտիներ եւ բնակելի տարածքներ։ Դուժել էին հիմնականում հեռագնա արոտավայրերը։ Բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Ստեփանյանը հրդեհի բռնկման պատճառի մասին իր վարկածն ունի։ Անփութ վերաբերմունք էլ իմ կարծիքով։ Միտեղ մի հատ սիգարետ են գցում, ուշադիր չեն դնում ու բռնկվում է։ Իսկ սա արդեն հրդեհի մեկ այլ օջախ է, որը գտնվում է Ճամբարակից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Սեմյոնովկա գյուղի մոտակայքից հենց Ճամփեզրից բռնկված հրդեհը արագ տարածվել էր, հասնելով անտառապատ տարածքներ։ Փրկարար ծառայության աշխատակիցներին եւ օժանդակ ուժերին հաջողվեց հանգցնել կրակը։ Ի դեպ գյուղից նրանց էին միացել բազմաթիվ կամավորներ, որոնք քաջածանոթ էին տեղանքին։ Տարածքին եթե իրանք ծանոթ էին, կարում էին էլի մեքենաներով մոտենային։ Կազմակերպեցինք, որտեղ ճանապարհներ կա, եզրեր գտանք, այդ կողմից մոտեցանք։ Իսկ սա արդեն Դիլիջանի անտառներից մեկն է, որտեղ հրդեհը չի հասել։ Շրջակա մի քանի հատվածներում հրդեհը տարածվել էր խոտածածկ եւ ծառաշատ տարածքներում։ Բարեբախտաբար հրդեհի տարածումը դեպի տներ եւ առողջարաններ կանխվել էր։ Սա պիղծ շամորթեր են, ինչու՞։ Այնտեղ վաղեցին, Ստեփանով վաղեցին, Կարմիրով, Իջևա վաղեցին։ Դիլիջանի անտառապահներից մեկն է, համոզված է, որ հրդեհների առաջացման գործում մարդկային գործոնը կա։ Շատերն են դրանում վստահ, ասում են հիմնականում անփութության եւ անուշադրության հետևանք է։ Անփույթ վարվել է, որ մտածում են, թե խոտը վառեն, մյուս տարի լավ բերք կունենան։ Մեծածավալ հրդեհների բնապահպանական ռիսկերը բավականին շատ են։ Բնապահպան Գևորգ Պետրոսյանը թվարկում է դրանց մի մասը՝ օդային ավազանի աղտոտումը, անտառային տարածքների եւ կենսաբազմազանության վնասումը, հողերի դեգրադացիան եւ այլն։ Ջրի դեպքում, հողի դեպքում դա միջնորդավորված է, էլի մենք ունենք մարսողական համակարգ, մի մասը կարող է նույնիսկ չներծծվել, կարող է պաշտպանական շատ ռեակցիաներ, իսկ օդի դեպքում այդ թունավոր նյութերը անմիջապես մարդու արյան մեջ են անցնում։ Դիլիջանցիներն այդ հետևանքների մասին գիտեն եւ պնդում են, որ ազդեցությունն աննշան է եւ իրենք չեն էլ զգացել։ Նույն համոզմունքն ունի նաեւ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Այդպես որ ասեմ, աղտոտվածություն ա տվել ամենայն դեպս ոչ թե որպես մասնագետ, այլ որպես բնակիչ դա չեմ զգացել։ Եթե ծառերը վառվում են, եղևնիները ափսոս են, դրանք օդը մաքրում են։ Առողջության համար բավականին լավ քաղաք։ Լավագույններից, այսպես ասեմ։ Այսինքն հրդեհները որևէ ազդեցություն։ Աբսոլյուտն, ոչ։ Կարող է ինչ-որ խնդիրներ ունեցող մարդիկ լինեն, որ ասում նրանց վրա ազդեցություն, բայց վրա չէ։ Փորձագետի խոսքով մենք ունենք վարչական իրավախախտումների մասին օրենքում մի փոքր կետ, որ չի կարելի կենսաբանական թափոնները վառել եւ վերջ։ Այդ օրենքներն ու զսպող մեխանիզմները շատ թույլ են։ Շատ հնարավոր է, որ նաեւ այդ լինի կոռուպցիոն ռիսկերի առումով, էլի, այսինքն մարդիկ անդարի այդ հատվածները հադել են, հետո սկսել են իրանց բաները պարդագել, էլի։ Մեր հարցմանը, թե որքան տարածքներ են ընդգրկել Վահան թթուջուր հատվածում եւ Դիլիջանի անտառներում բռնկված հրդեհները, ինչ ազդեցություն են գործել մարդու առողջության, էկոհամակարգի եւ կենսաբազմազանության վրա, եւ հստակեցվել են արդյոք լայնածավալ այդ հրդեհների պատճառները, փրկարար ծառայությունից պատասխանել են, թե այդ տեղեկատվությունը դուրս է իրենց գործառույթների շրջանակից։ Պատասխան նամակում նշվում է, որ հնարավոր հրդեհները կանխելու ուղղությամբ ծառայությունն իրականացրել է սեմինար պարապմունքներ, իրազեկման աշխատանքներ, բաժանվել եւ փակցվել են հուշաթերթեր։
իրականացվել են հերթապահություններ եւ ուսումնասիրություններ ԱԹՍ-ի միջոցով։ Սակայն դառը փորձը ցույց է տալիս, որ հուշաթերթերը կամ ափ չթափել, կրակ չվառել եւ նմանատիպ այլ ցուցանակները շատ դեպքերում անտեսված են մնում եւ որևէ սթափեցնող ազդեցություն չեն գործում։ Մենք ունենք ոլորտային առանձին փաստաթղթեր, բայց թե ինչպիսի քաղաքականություն է մեր երկրում այս ոլորտում, մենք նման իրավական փաստաթուղթ չունենք ու չեն էլ ուզում ստեղծել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզեր։